Լրատվական ռադիոն եւ Ջավախքին աջակցություն հիմնադրամը ներկայացնում են Երկիր Զաբախա Փոքրիկ երկրի մեծ մարդիկ Հինգշաբթի 16:20 ուրբաթ 12:20 Բարև ձեզ, հարգելի ռադիոընկերներ, եթերում Երկիր Զաբախա հաղորդումն է, տաղավարում ձեզ հետ Վահե Սարգսյանն է, գեղանկարիչ Հայաստանի նկարիչների միության անդամ պատվարժան Վիկտոր Հովհաննիսյանն այսօր մեր հյուրը, մենք այսօր անդրադառնալու ենք Ախալցխայի նշանավոր գյուղերից մեկի Նորշեն Ծղարդպիլայի միջավայրին, նշանավոր ծղարդպիլացիների կյանքի եւ գործունեությանը, կարծում եմ, որ այս գյուղից դուրս եկած հազարավոր, իսկապես հազարավոր կարելի է նշել, այս թիվը առանց վախենալու, քանի որ խորհրդային շրջանի ազգաբնակության եւ աշակերտության թիվը եթե բաղդատում ենք այսօրվա վիճակի հետ, կարծում ենք, որ գյուղի մի քանի գյուղ, այսպես մի քանի Նորշեն գտնվում է դրսում եւ այս մի քանի հազար նորշենցիներին շատ հետաքրքրի այս հաղորդումը արմատներին վերադառնալու իմաստով, նորից հայրենի գյուղ, հայրենական միջավայր, մանկություն վերադառնալու իմաստով։ Հիմա խնդրեմ պարոն Հովհաննիսյան, կարող եք հենց գյուղի նշանավոր մարդկանց մասին ձեր այս ներկայացմամբ բազմահազար նորշենցիներին վերադարձնել թեգուզ ոչ ֆիզիկապես, գոնե այս հաղորդմամբ, գոնե այս պահին մտովի, հուսալով, որ ապագայում դա կդառնա արդեն ֆիզիկական վերադարձ։ Բարև ձեզ, հարգելի ռադիո լսողներ, հույս ունեմ, որ ձեզ չեմ ծանրացնի, հնարավորինս արժեքավոր տեղեկություն կտամ եւ Նորշեն Ծղարդպիլայի մասին, նրա հոգսերի, լավ վիճակի, վատ վիճակի մասին, մենք միասին կցավենք կամ կուրախանանք մեր Նորշեն Ծղարդպիլայի ճակատագրով եւ ապագայով։ Ախալցխայի 15 հայկական գյուղերից ամենախոշորն է Նորշեն Ծղարդպիլան։ 1830 թվականի արտագաղթը Էրզրումից երբ տեղի ունեցավ, ասեմ, որ ես այդ արտագաղթին վերաբերում եմ այսպես, թուլացնելով Արևմտյան Հայաստանը եւ ուժեղացնելով Արևելյան Հայաստանը, 15 թվականի համար հող նախապատրաստվեց Օսմանյան Թուրքիային ավելի հեշտությամբ իրագործելու իր ցեղասպան ազգաբնակության տեղափոխում կարելի է նշել, այս արտագաղթ տերմինի փոխարեն ավելի ճիշտ է ազգաբնակությունը տեղափոխվեց եւ բավական մեծ թվով դատարկություն առաջացավ Արևմտյան Հայաստանում, այդ դատարկության մեջ թշնամու ծրագրի իրագործումը հեշտացավ, թեև փրկվեց Նորշենը։ Նորշենի մի մասը, որը այդ ժամանակ եկավ Ռուսահայաստան, մի մասը, որը մնաց, նրա ճակատագիրը հայտնի չէ ինչ եղավ։ Դա 185 տարի առաջ էր, սեպտեմբերին, երբ նորշենցիները նաև Ռաբատ գյուղից մի քանի ընտանիք եւ ընդհանուր թվով 33 ազգատով տեղափոխվեցին Ախալցխայի շրջանի այս նոր տարածաշրջանը, որը մինչև հիմա նորշենցիները իրենց գյուղը մեզ անվանում ենք նորշենցիներ, պաշտոնապես մեր գյուղի անունը Ծղարդպիլա է, վրացերեն նշանակում է տաք ջուր, գյուղում կա հանքային ծծմբային արժեքավոր տաք ջուր, որը միշտ էլ օգնել է գյուղացիներին հոգալու անգամ իրենց կենցաղային կարիքները։ Այդ տաքախբյուրները հայրականության մեջ ջերմուկներ են անվանել։ Եվ հենց ջերմուկ էլ անվանվում է մեր Նորշենում, այդ տաք ջուրը կոչվում է ջերմուկ։ Ուրեմն գյուղը տեղը ընտրելու ժամանակ ընտրվել է նաև այնպիսի բնակլիմայական պայման, որը կհիշեցներ իր Էրզրումյան տարածքը, իսկ նոր տարածքը գտնվելով արտահան դեպի Վրաստան եւ Հայաստան մայրուղու վրա, նա ինքը գտնվել է բանուկ ճանապարհի վրա, մինչև այսօր պահպանված կան ամրոց աշտարակներ, որոնք ճանապարհի երկայնքով դասավորված են եղել, որոնցից մեկը ցավոք գյուղին մոտ գտնվողը քանդվեց ժամանակի ընթացքում, գյուղացիները իրենց տների շինարարության ժամանակ օգտագործեցին պատրաստի հումքը եւ ժամանակի ընթացքում վերացվեց պատմական արժեքը, դրա հետ նաեւ իհարկե նրա անցյալը։ Գյուղը բավական հետաքրքիր տեղում է գտնվում, գեղեցիկ, անտառածածկ,
անտառը սաղարտաղից, Սոճի Եղևնի եւ նաեւ վայրի պատկատու այգիներով, բայց ամենակարևորը ես գյուղի տեղը հիշեցրի, որպեսզի ասեմ, որ այդտեղից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արևմտյան Հայաստան, Արդահան ուղությամբ, բավական երկար խորը տարածության մեջ երևում է բավական տարածք Արևմտյան Հայաստանից։ Նորշենի շրջակայքում շատ կարևոր հայկական գյուղերի հետքեր կան, որոնք վկայում են, որ մեզնից առաջ տարածքում ապրել են հայեր։ Դրանք հայկական գյուղերի ավերակներն են, իրենց մատուռներով, եկեղեցիներով, իսկ մեր այսօրվա գյուղը նույնիսկ գյուղի գերեզմանը գործում է եղած, մեզնից առաջ եղած հայկական գերեզմանոցի տեղում։ Վատ է իհարկե մենք օգտագործելով նախնյաց գերեզմանը մենք այն մասնակիորեն եւ հիմա արդեն համարյա թե վերջնականապես վերացնում ենք հին հայկական գերեզմանոցի հետքերը ամենաթողության պայմաններում անգամ տապալում ենք 7-րդ դարից մեզ հասած հավասարատև խաչքարը իր պատվանդանով չկա մեկը որ ասի չի կարելի պետք է պահպանել դա մենք ասելով ով գյուղաբնակները գյուղացները որոնք կատելով նոր թաղումներ քանդում են այդ հինը տեղը հնի վրա կատարում նոր թաղումներ անգամ գյուղում եղած կրոնավորը որը օտարազգի է նա այնքան էլ դա կարևոր պայման չի համարում եւ թույլ է տալիս որ այդ ավերածությունը շարունակվի մի հատ հիշեցում էլ անեմ որ գյուղի շրջակայքում եղած մատուռները որոնք վերացել են նրանց փոխարեն հիմա կանգնեցված են մետաղական խաչեր չգիտես ինչի խաչացավությամբ է սկսել ապրել մեր տարածաշրջանը իսկ անգամ խաչերի դիրքը ընտրելիս տեղադրողը չի ջոկում չի տարբերում արևելք արևմուտք ուղղությունը խաչը կանգնեցնում է ինչպես պատահի, որը իհարկե ունի իր օրենքը, խաչը արևելքից պետք է դուրս գա, ոչ թե հարավից կամ հյուսիսից, մեկ այլ տեղից։ Գյուղի բնակլիմայական պայմանները շատ մեղմ են, ծովից այնքան էլ հեռու չի, 100 կիլոմետրից մի քիչ ավել է, մինչև Բաթում նավահանգիստ, ամեն ինչ մեղմ է, լավ է ապրելու համար բավարար լավ է, այգեգործությունը, բանջարաբոստանային կուլտուրաները եզակի համ ունեն, իհարկե աղցխայում հայտնի հայկական միրգը, տանձախնձորը, դա հենց մեր տարածաշրջանում է, սա ընդհանուր տեղեկանք գյուղի մասին, անցնեմ կրթությանը եւ ինչու անմիջապես կրթությանը, որտեվ ներգաղթից անմիջապես հետո 6 տարի հետո գյուղում հիմնվեց արդեն վարժարան 36 թվին մենք արդեն գաղթից 6 տարի հետո ունենք գյուղում վարժարան որը հետո երբ կառուցվեց Սուրբ Փրկիչի եկեղեցին ունեցավ նաև ծխական դպրոցը կարևոր մարդկանցից որոնք դեռ Էրզրումից ներգաղթեցին եւ կարևոր նշանակություն ունեցան կրթության բնագավառում կուզենա հիշատակել նրանցից մի քանիսի անունները որոնք հենց սկզբից եւ արտագաղթից հետո ունեցան իրենց կրթության ծրագիրը դա Տեր Սիմոն Դիլանյանն էր Էրզրումից եկած հոգեորականը որը ինքը ընտրեց անգամ գյուղի տեղը եւս ինսոմա եթերային ժամանակը թույլ կտա թվարկելու նաեւ Տեր Հակոբ Քոսյանին, Տեր Պողոս Պողոսյանին, Տեր Բակրատ Սիմոնյանին, Տեր Պողոս Խաչատրյանին, որոնք առաջին մեր հոգեորականներն էին, կարելի ասել գյուղի կրթվածությունը եւ ուղղվածությունը նրանք կարողացան վերցնել իրենց ձեռքը եւ հասցնել այնքան մինչեւ հասավ խորհրդային շրջանը եւ ունեցանք միջնակարգ դպրոց այս հոգեորականների մեջ կուզենայի հիշատակել Տեր Հակոբ Քոսյանին որը արժեքավոր սրբապատկեր բերեց Էրզրումի Նորշենից Նորշեն գյուղ բայց ցավոք այդ սրբապատկերը այսօր եկեղեցում չէ նրա փոխարեն այնտեղ կախված է կրկնօրինակը իսկ ինչ է եղել բնօրինակը հաջողությամբ կարողացել է մարսել այսօրվա օտար հոգեորականը որին մի քիչ հետո կանդրադառնամ ավելի ծավալուն ձևով Պարոն Հովհաննիսյան այս շատ հետաքրքիր գյուղի հիմնադրումը գյուղի սկզբնավորումը եւ նիստուկացը
ներկայացնելուց հետո երևի թե կամաց կարող ենք անդրադառնալ նաև նշանավոր ծաղալբիլացիներին, եթե ինչ-որ բաներ ունեք իհարկե ավելացնելու, խնդրեմ։ Ես հոգեորականների թեմայից կուզենայի լրացում անել, որոնց պետք է անպայման հիշել, դա Հայր Վահան Հովհաննիսյանն է, որի եղբորտորն եմ ես։ Հայր Վահան Հովհաննիսյանը Վենետիկի ակադեմիայի իսկական անդամ է, Հռոմի համալսարանի իմաստասիրության դոկտոր, պրոֆեսոր եւ նույնպես Մխիթարյան վարդապետ Հայր Տեր Պետրոս Պողոսյանը։ Հոգեորականների դասը այսօր շարունակում են երիտասարդները Հայր Պետրոս Պետրոսյանը, Հայր Հովսեփ Մելիքսեթյանը, որոնք ցավոք կարող էին ծառայել Նորշենում, բայց չգիտես ինչու ծառայում են օտար տարածքում։ Այսինքն նրանք սովում են Վենետիկի նայ թե Վենետիկի նաև լատին եկեղեցում, բայց դա կարևոր չի, ես հիմա կարևորությունը տալիս եմ նրանց հայ լինելուն, ազգությամբ հայ լինելուն։ Իսկ մեր տեղի եւ շրջանի որոշ հոգեորականներ, որոնք ուկրաինացի են կամ լեհ են, նրանք ազատ մուտք եւ քարոզչության իրավունք ունեն մեր տարածաշրջանում։ Ցավալի երևույթ է հայ կաթոլիկ եկեղեցին, չգիտես ինչու, գնում է դեպի լատին կամ չգիտեմ այլազգի դավանանքի, իհարկե պահպանելով կաթոլիկությունը, բայց մենք գիտենք, որ մենք հայ կաթոլիկ ենք։ Մենք որևէ այլ կաթոլիկ չենք։ Ավելի ճիշտ տերմինոլոգիայով ասված հայ կաթողիկ են եկեղեցու հետևորդ։ Այո, հայ կաթողիկ է եկեղեցու հետևորդ ենք։ Կրթության մասին մի անգամ ասեմ կրթության մասին եւ հետո այսօրվա ցավի մասին։ Դեռ 21 թվականից հեղափոխությունից անմիջապես հետո գյուղը ունեցավ իր դպրոցը, մի քանի տարի հետո միջնակարգ դպրոցը արդեն։ Դպրոցը եզակի դպրոց էր, բավական բարձր որակ ունեցող, որի տված կադրերը հետագայում կարողացան իրենց արդարացնել եւ արժեքներ հանդիսանալ տարբեր բնակավարներում, նաեւ տարբեր երկրներում։ Դպրոցի մեր ոսկե դարը դա 60-ականներն էր, նույնիսկ երբ մենք դպրոցի ուժերով դպրոցը կարողացավ բեմադրել Անուշ օպերան, Ախալցկայի բեմի համար դա եզակի երևույթ էր։ Գյուղական դպրոցը բեմադրում է Անուշ օպերան։ Դա այն տարիներն էր, երբ դպրոցը անգամ տարեկան 100 աշակերտ շրջանավարտ էր տալիս։ Դա է վկայում, որ գյուղը հզոր էր, ամենամեծն էր։ Մի հարց է դա Կիրիլ, այս խորհրդային տարիներին է վերաբերում, դրա համար հիմա եմ ուզում ուղղել։ Գիտենք, որ խորհրդային աստվածամերժության տարիներին հայ առաքելական շատ եկեղեցիները, թե չասենք ամբողջը փակվեցին, հայ կաթողիկե գյուղերը հատկապես Ջավախյան այս հատվածի, գիտենք Աշոտսկում կան, խորհրդային Հայաստան հյուսիսային ողջ շրջաններ հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ են, շատերը չփակեցին եկեղեցիները, դիմակայեցին եւ ծաղալբիլա գյուղի, Նորշեն գյուղի եկեղեցին փակվել էր թե գործում էր հոգեորական կար թե։ Ես հասկացա հիմա այսպես, քանի որ շրջանում գյուղը ամենամեծն էր, այնինչ կկատարվեր գյուղի հետ, մյուսները արդեն հպատակ կլինեին։ Դրա համար առաջին հարվածը եկավ Ծաղալբիլա գյուղի, Նորշեն գյուղի եւ եկեղեցու վրա։ Եկեղեցին փակվեց, թալանվեց ամբողջությամբ։ Հոգեորական այլևս չկար սպասարկող։ Հոգեորական այլևս չկար, եղած հոգեորականները, որոնք սպասարկել էին, նրանք արդեն ինքնուրույն տնային պայմաններում առանց եկեղեցու կատարում էին իրենց հոգեորական գործունեությունը, եթե հավատացյալը դրա կարիքը ուներ։ Ինչ եմ ես անշում գներեք պարոն Հովհաննիսյան, որովհետև շատ կարևոր հանգամանք կա այստեղ։ Միգուցե դրա մեջ նաև դրական բան կար, ես մի քիչ այսպես խիստ աբսուրդային բան եմ ասում, բայց ինչու, որովհետև այսօրվա հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ գյուղերի եւ առաքելական եկեղեցու հետևորդ գյուղերի միջև այս հակասություն, այս որ քիչ հետո դուք ցանկանում եք նշել այս հորի բարքեր եւ այլն, նաև այս հոգեվորականների գործունեության արդյունք այս եկեղեցու ինչ որ իմաստով նաև բացական դերակատարումը կա այստեղ։ Ես հասկացա եւ բոլորը հավասար էին, Աստված չկար, խաղաղանգիստ դուք ձեր տանձը մշակեք, մենք մեր կարտոֆիլը կմշակենք եւ իրար աղջիկ կնունդ ծնունդ, չգիտեմ, նոր տարի եւ հավասար էր այսպես։ Ես հասկացա եւ շատ հետաքրքիր եզակի բան ասեմ։ Աթեիստական շրջանում գյուղը ամբողջությամբ մնաց հավատացյալ։ Բոլորը կնքվում էին, պսակադրությունը արվում էր, ոչ մեկ առանց կնունք եւ առանց պսակի չէր մնում։ Գյուղը հավատացյալ էր, մաքուր որպես հայ կաթոլիկ։
հավատացյալ, այնքան մինչև այս ազատության եւ անկախության տարիներին մուտք գործեց օտար հոգեորականը։ Այստեղից սկսվեց նոր բացասական երևույթը, մինչ այդ ամեն ինչ լավ էր։ Ներողություն եմ խնդրում կրկին, եթե մենք չունենք ավելացնել, ես միանգամից կուզենայի այսօրվա վիճակին անդրադառնալ։ Ունեք ինչ-որ բան ավելացնել։ Ես ուզում եմ ավելացնել, քանի որ դպրոցի մասին եմ խոսել եւ մենք հպարտանում ենք գյուղի կադրերով, որոնք ավարտելուց հետո սովորեցին Երևանում եւ աշխատեցին Երևանում եւ աշխարհում տարբեր երկրներում, կուզենայի հիշատակել անպայման Պիոն Հակոբյանին, Պողոս Խաչատրյանին, բանասիրական գիտությունների գծով Դարբինյան Մելիքին, բավական շատ են երևի ընդհանուր թվարկելս ահագին ժամանակ կխլի, բայց շատ կուզենայի պատճառը ասել։ Նրանց գյուղից դուրս գալով 60-ականների վերջերին, երբ նրանք դուրս եկան գյուղից, մտավորականությունը դատարկվեց, ճիշտ է, նրանք գնալով դուրս հզորացրին եւ իրենց եւ այնտեղ որտեղ աշխատում էին, բայց մենակության եւ դատարկության մեջ մնալով գյուղը ունեցավ իր բացասական իմաստը մտավորականության բացակայության պատճառով։ Առաջ եկան ինքնակոչ մտածողներ, որոնք սկսեցին խաղալ գյուղի ճակատագրի ու հետագա գործունեության վրա, թողին իրենց ազդեցությունը։ Իսկ այդ շրջանի կադրերից ես կուզեի հիշել նաև երիտասարդ կադրերին, որոնք մեզ համար արժեք են, Աբելյան Մովսեսին, Մակի գրասենյակում, Պողոսյան հիմա ներկայումս, Անդրանիկ Պողոսյանին Ամերիկայում բժիշկ, Դարբինյան Էդիկին, որը դասական ժողովրդական երգի դասական հիանալի կատարող էր, եւ այսօր ունենք Գերմանիայում Անի Սաղոյանը օպերայի մեն երգչուհի, որը նույնպես հրաշալի երգչուհի։ Եթե շարունակեմ, ուղղակի բավական շատ են մերոնք, դա նաև Արմեն Աբելյանն է եւ էլի այսօր ունենք կառավարությունը Նախագահի, եթե չեմ սխալվում, նախագահի խորհրդական, մենք ունենք արժեքներ եւ շատ կուզենայի, որ մեր արժեքները լինելով արժեք իրենց գործունեությունը կամ նպատակա ուղղվածությունը ուղղեին նաև գյուղի ճակատագրի եւ գյուղի կերպարի վրա, որպեսզի գյուղը հանկարծ չգնի օտարների կամ ավելի շուտ օտար ուկրաինացի հոգևորականի ազդեցության տակ եւ անգամ սկսվի սառեցումը գյուղի եւ հայ առաքելական եկեղեցու միջև։ Դա հարևան գյուղերը, երկու հարևան հայկական գյուղերի միջև։ Երկու հարևան հայկական գյուղերը ավելի կարողացան իրենց տեր կանգնել, քան Նորշենը։ Նրանք ունեն իրենց հայ հոգևորականը եւ այնտեղ խնդիր չկա։ Մենք ունենք ուկրաինացի հոգևորական, որը կարող է անգամ Էրզրումյան բնօրինակ սրբապատկերը յուրացնել եւ պատասխանատվության չենթարկվել, մինչեւ այսօր ես 25 տարի է պայքարում եմ այդ ուղղությամբ, բայց անգամ Վատիկանը գիտի այդ մասին, Գյումրիի կենտրոնը գիտի այդ մասին, բայց լռում է, իսկ ինչպես մենք գիտենք, լռությունը դա համաձայնության նշան է, երբ ես ասում եմ, որ սրբապատկեր է յուրացվել, պատասխան չկա, ուրեմն ճիշտ է, որ յուրացվել է։ Եվ ոչ միայն այդ յուրացումը, նաև կերպարի այդ օտար հոգևորականի կերպարը, որը իշխում է գյուղում, որը հանգիստ կարող է հայտարարել, որ 15 թվին հայերն են թուրքերին կոտորել, ոչ թե հակառակը, եւ որևէ հավատացյալի կողմից պատասխանի չի արժանանում։ Այսինքն գյուղում կա այդ հոգևորականի նկատմամբ սարսափը, վախը։ Առաջին սարսափը եւ վախը հարցակումը եսին վրա եմ զգացել, բայց հաշվի չեմ առել եւ շարունակում եմ 25 տարի պատասխանել այդ նրա արած գործունեությանը։ Տեսնեք, մի օր երևի կստացվի ունենալ թեկուզ կաթոլիկ, բայց հայ հոգևորական, որպեսզի ամեն ինչ ընկնի իր տեղը։ Այդ հիմնականում ես ուզում եմ ասել, որ երբ 60-ականներից հետո մեր մտավորականությունը դուրս եկավ, սկսվեց նոր հեղափոխությունը, թերի մտածողության մի քանի հոգի, նրանք իրենց համարեցին նորօրյա հավատացյալներ եւ
կաթոլիկությունը մոռացած գյուղին ավելի կաթոլիկացրին։ Մենք մոռացել ենք, որ կաթոլիկ ենք։ Մենք մեզ համարում ենք ազգային պատկանելությունը գերակա էր դարձել եւ կրոնականը երկրորդական էր արդեն։ Այն ժամանակ։ Իսկ հիմա առաջ եկավ կաթոլիկությունը առաջին պլան, ազգայինը գնաց ետին պլան։ Դա իհարկե սարսափելի երևույթ է։ Դրա դեմը պետք է առնել։ Միշտ էլ կրոնը եւ ազգը պիտի գործեն համատեղ կրոնը հանուն ազգի միացյալ ուժերով մեկը մեկից անկախ չպետք է լինի Պարոն Հովհաննիսյան հետաքրքիր հանգամանք ներկայացրեցիք այդ օտարազգի հոգևորականի գոյությունը գյուղում այս հոգևորականի գոյությամբ շատ այսպես հորի բարքեր են տարածվել այսինքն վերջին 20-25 տարիներին անկախությունից այս կողմ այս մարդն է փաստորեն հոգևոր կյանքը տնօրինում հանգամանքները տեղի են տալիս մտածելու լավ հնարավորություն չկա նրան փոխարինելու հայ ազգի հոգևորականով ինչու եմ սա նշում որովհետև այսինքն դուք ենթարկվում եք դուք ասելով ծղարբիլացիները կրոնական հողի վրա ենթարկվում են Գյումրու կենտրոնին հայ կաթոլիկ եկեղեցու Արևելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի թեմին Գյումրին իր հերթին ենթարկվում է թե չեմ սխալվում Զմարին Լիբանանին Լիբանանը իր հերթին ենթարկվում է Հռոմին այսպես նո պարսա հիերարխիական կառուցվածք է հիմա ինչու Գյումրին չի արձագանքում գյուղացիների այս մտահոգություններին լավ այդքան դժվար է այս հոգեվորականին փոխարինել եւ գյուղում լավացնել բարոյական մթնոլորտը ես հիմա ասեմ կարևորը երբ ժամանակին պայքարում է ինձ ասում են թե դուք տեղական կադր չունեք տեղացի կադր չունեք, բայց ես ուզում եմ նորից հիշեցնեմ Գյումրիին եւ մնացածներին։ Ունենք հայր Պետրոսյան եւ հայր Հովսեփ Մելիքսեթյան, որոնք երկուսն էլ պատրաստ են ծառայելու գյուղում, բայց նրանց արգելում են, որտեղ նրանք հայ են, ազգությամբ հայ են, լինելով կաթոլիկ, գրկվելով կաթոլիկ աշխարհում խեղում է հայկականությունը խեղում է ես գտնում եմ որ գիտակցված խեղում է հայկականությունը որտեվ ինչ է լինի նրա համար ավելի ձեռնատու է ունենալ այս տարածաշրջանում խիստ լատին կաթոլիկ քան թե հայ կաթոլիկ Այսինքն առաջնահերթությունը լինի լատին, կապ չունի ազգությամբ կլինի վրացի հույն, որը ինքնին հակասում է հայկական ազգային շահերին։ Երբ մենք բոլորս գիտենք, որ մենք հայ կաթոլիկ ենք։ Ուրեմն հոգևորականի գոյություն իր ամբողջ այս բացական մթնոլորտով հիմք է դարձի ընդհանրել որ Հռոմի համար ազգությունը հետին պլան է կարևորը կրոնական առաջնահերթություններ կրոնական շահերն են դա առաջին հայացքից է թվում որտեվ Հռոմի համար ազգությունը կարևոր չի կարևորը դավանանքն է իսկ եթե տարածքում հիմնվում է կաթոլիկությունը ինչքան լատին կամ այլ կաթոլիկությունը ուժեղանում է այնքան հայկականությունը վերանում է մենք մեր գյուղը եթե 200 տարի մենք մաքուր հայ ենք մնացել, որտեղ մենք եղել ենք հայ կաթոլիկ եւ ենթարկվել ենք մեզ ուղղորդել են մխիթարյանները միակ հայերեն մտածող մխիթարյանները կաթոլիկության մեջ որոնք մինչեւ հիմա էլի պատրաստ են սպասարկելու գյուղում, բայց նրանց դրված է արգել։ Ես դա պետք է նշեի, Մխիթարյան միաբանություն, Վենետիկի միաբանությունը, այսինքն այստեղ էս հզոր կենտրոններում, հզոր դարբնոց հայոց քաղաքակրթության հզորագույն կենտրոններն են եղել, մենք էլ Ղևոն Դալիշան ենք ունեցել, Միքայել Չամչյան ենք ունեցել եւ շատ նշանավոր դուք նշեցիք Հայր Վահան Հովհաննիսյան եւ այլն մի ողջ փաղանք ենք ունեցել, այսինքն հիմա այս արգանդը չորացել հնարավորություն չկա այստեղ պատրաստել հայ ազգի կադրեր, հայ կաթոլիկ հետևորդ եւ գործուղել այս գյուղեր հնարավորություն կա եւ ունենք բայց նրանց մուտքը արգելված է նրանք գալիս են անգամ եկեղեցի չեն կարողանում մտնել որտեվ գյուղի վարդապետ կոչվածը փակում է եկեղեցու դուռը բոլոր նրանց արչեւ որոնք իրեն ձեռնատու չեն այսինքն բռնատիրական կարգ եւ այդ մասին շատ լավ գիտի Գյումրին ես ինչու եմ սա նշում որտեվ վերջերս դեպք եղավ ձեր հետ էր կապված մամուլում հրապարակում եղավ անգամ այդ մասին ես ընդամենը ցանկացել եմ հարևան գյուղի հայ ազգությամբ հայ հոգևորականին որպեսզի գա կատարի հուղարկավորությունը նրան արգելել են որտեղ նա հայ է թեև կաթոլիկ փոխարենը ուղարկել են Տուրցխից Լեհ Անդրեին ինչ գործ ունի Լեհ Անդրեն Տուրցխից գալու կատարելու իմ եղբոր հուղարկավորությունը ով է նա ինձ համար երբ ունեմ հարևանությամբ հայ քահանա
որը կարող է նույնը Եվ կատարել։ անգամ բանը հասել էր այն ծայրահեղության, որ փակվել են, հա, եկեղեցու դռները։ Եկեղեցու դուռը փակվեց, որպեսզի հայ քահանան իմ եղբոր ննջեցյալ եղբորը չմտցնի եկեղեցի եւ եկեղեցում չկատարի արարողությունը։ Այս մասին տեղյակ է Գյումրին, ես նրան հեռախոսով խնդրել եմ, պահանջել եմ, նա չի օգնել։ Միայն այն ժամանակ, երբ Վենետիկից հայր Մեսրոպը, որը տեղապահն է Ռավայել Սրբազանի, թույլատրեց, որ հարևան գյուղի Տեր Պողոսը կատարի հուղարկավորությունը, նոր կատարվեց արարողակարգը առանց եկեղեցու։ Եկեղեցու դուռը փակ մնաց։ Դուրցխի Անդրեն, որը եկել էր հատուկ եղբորս հուղարկավորությունը կատարելու համար, որը չգիտեմ նա ով էր, որ պիտի կատարեր, փակեց եկեղեցու դուռը, այլևս չբացեց։ Լավ, իսկ եղել են դեպքեր, որ առաքելական գյուղի հետ ամուսնություն է լինում եւ չի վավերացվում։ Եթե նա առաքելական է, հարսը, ասենք թե, գյուղի քահանա չի վարդապետ, կոչվածը չի կատարում։ Կրոնապետական բռնատիրություն է հաստատված Նորշեն։ Այդ պսակը չի անում։ Իսկ կողքի 5 գյուղ կա, գիտենք, որ այս ամենասարսափելի մենք ենք։ Մնացած 4 գյուղում ամեն գյուղ ունի իր կրոնական առաջնորդը, քահանան։ Չէ, մի քանի գյուղերում կա մեկ հայ քահանա, որը բավարարում է բոլորին, դա գոնե լավ է, ամենասարսափելի վիճակում մեր Նորշեն Ծղարբիլան է, ամենամեծ եւ որտեղ նա ամենամեծն է, նրա հետ ինչ անեն, ուրեմն կհաղթեն նաև մյուսներին։ Եզրակացության համար ես ուզում եմ ասել, որ մենք օտար պետության մեջ ունենք այսպիսի գյուղ, այսպիսի հոգսերով, որը իհարկե ունի եւ աշխատանքային խնդիր, եւ արտագաղթի խնդիր, ինչպես Հայաստանն է, նույն փոքրիկ մոդելը մեր գյուղն է, թեև ունենք գործարարներ, որոնք օգնում են գյուղին, դպրոց նոր շենք ունենք դպրոցի, ասֆալտապատում է կատարվում, բայց ընդհանուր առմամբ ես ուզում եմ, որ պակասող ստապ մտածողությունը վերականգնվի։ Հոգևորը ազգայինի հետ համատեղելու ունակությունը ձեռք բերեն մեր բնակչությունը եւ իմանան մեր բնակչության հոգսը եւ գալիքը դեպի ուր պիտի գնա։ Մենք դեպի կաթոլիկության խորացում եւ պառակտում դա ոչ մեկից ձեռնատու չէ։ Հարգելի ռադիոընկերներ, այսպիսին էր Ծղարբիլագյուղ Ախալցխայի նշանավոր Նորշեն Ծղարբիլան իր նիստուկացով իր միջավայրով, ինչպես տեսանք, բավականին բացասական այստեղ նաև գործընթացներ կան, Աստված որ շուտապույտ նորմալանա գյուղացիների կյանքը, գոնե այս մեկ արհեստական խնդիրը, որ կապված է օտարազգի հոգևորականի գոյության հետ, գոնե սա շուտապույտ վերանա եւ գյուղ ունենա նորմալ հայազգի հայ կաթոլիկ եկեղեցու հետևորդ հոգևորական, մենք բազմիցս մեր պատմության մեջ ունեցել ենք այդպիսի նվիրյալներ։ Կարծում եմ այսօր եւս հնարավոր է գործուղել գյուղ կաթոլիկ եկեղեցու հետևորդ հայազգի հոգևորականի, որը տեղում կնորմալացնի եւ կվերականգնային բարոյահոգեբանական մթնոլորտը, որ այսօր ցավոք խաթարված է։ Ձեր հետ տաղավարում Վահե Սարգսյանն էր, մենք այսօր հյուրընկալել էինք գեղանկարիչ ծնունդով Ծղարբիլան Նորշեն գյուղից Հայաստանի նկարիչների միության անդամ Պատվարժան Վիկտոր Հովհաննիսյանին, ճանաչենք մեր մեծերին եւ նրանց մեջ, որ ունենք մեր տեսակի շարունակականության բանալին։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ նույն տեղում, նույն ժամին, լավ մնացեք։